Ինչպես սկսեցի զբաղվել սպորտով, Ռաֆայել ջան։ Ոնց մի հատ է։ Ինչպես սկսեցի զբաղվել սպորտով, այսինքն Հա, ոնց սկսեցի զբաղվել սպորտով։ ախպերս ես ինչ հիշում եմ, որ sense գիտակցական բան, ես սպորտի գնացել եմ, տարելա ինձի ծնողներս են տարել։ Ամենաառաջ անգամ 6 տարեկանում կարատեյա տարել, թե թենքի ցավ տանեմ, դեսը չկա։ Այսինքն ես վիբր չեմ ունը, չեմ եկել ասել եմ ուզում եմ գնամ սպորտի։ Ես ինձ ինչ հիշում եմ, ես ակտիվ երեխա եմ եղել, շատ ակտիվ երեխա, գիպերակտիվ երեխա եմ եղել ու միշտ սպորտով զբաղվել եմ։ Որն է եղել քո ամենամեծ աջակցողը, ով է քեզ ամենաառաջինը աջակցել, որ օգնել է, որ դու սենց առաջ եթաս սպորտում։ Հայրիկս։ Քո առաջի հաղթանակը հիշում ես, ինչպես էր քեզ զգում առաջի հաղթանակի։ Ոյ, ոնց չի ախպեր։ Արա, ասեմ ինչ զգացողություններ, հա։ Ասա։ Առաջի Արա, հաղթանակի։ լսի։ Ջոնի, գիտես ինչ զգացողություններ էր։ Ապե ծոր առաջ անգամ այնքի աղջ ջոգի։ հասկացա, այդպես, ոյ, դի ես պատկերացնում եմ, եղել է, պա, որ սպորտով ուզենա, Ասում եմ ես էդի պատկերացնում եմ։ Ոնց ես պատկերացնում դու ախպեր։ Այլ լավ։ եղել է, պա, որ ուզենա սպորտը թողել, Այո, ամեն մենամարտից հետո ախպեր։ Հա, լուրջ եմ ասում։ ամենաբարդ մրցույթը որն է եղել քեզ համար, Ամենաբարդ ծանր նկատի ունես։ այո, Ֆրանկլին Ֆոմևու գլխավոր մենամարտ համալիր սեպտեմբերի 2, 23 թիվ ամենադժվարը ջարդած ձեռքով եմ ես կպել առաջի ռաունդից հետո ձեռը ջարդած ա եղել ուզած չուզած պետք է շարունակեի։ այո, ինչպես ես հաղթահարում պարտությունները, Մոտիվացիայով մի անգամ եմ ես պարտվել մոտիվացիայով, այսինքն ես փակվել եմ մերսի ցավը տանեմ, փակվել եմ եսի մեջ ու սկսել եմ մոտիվացիա հավաքել, պարապել, որ ռևանշ վեկալ եմ այդքան բան։ Սիմնաս մերսի թանգս։ վնասվածքներ ունեցել ես և ինչպիսի վնասվածքներ, Լիքը, մի հատ այտենց բոյ չի եղել, որ ես առանց վնասվածքի դուրս գամ, լիքը։ 20 օր առաջ ես վերջի մենամարտից առաջ ոտս եմ ջարդել։ Պլազմա են արել, բանով են արել, ոտս կապած սենց ազիվ հելել եմ, կպել եմ, չգիտեմ, դե վիզս, մեշկս, չգիտեմ, տենց մենամարտ չի եղել, որտեվ երբ որ դու պատրաստում ես մենամարտի, պարապմունքների ընթացքում դու պալյուբոմը մի բան վնասում ես, ու էդի նորմալ երևույթ է։ Մենամարտից հետո էլ ես լիքը վնասվածքներ ունենում, տարբեր ձևի։ քո ամենամեծ երազանքը որն է եղել սպորտում, Իմ նվաճեմ գոտի, գոնե մի հատ գոտի նվաճեմ։ որ մարզիկինս ամենաշատը հարգում ու սիրում, Ջերարդին։ Էսի մեր հետևորդների հարցերից է, էլի, Հա, իրանք ինչ մեղտվել են, Ջերարդին ախպերես։ դերատի, մրցույթից առաջ ունես հատուկ սովորություններ, որ անում ես, Հա, անպայման։ Այդ սպորտի այդ ֆիզիկականա, թե ինչ-որ հոգեկան ինչ-որ բան ես ասում։ սպորտի տրամադրությունը, էլի, որ քեզ Հա, տրամադրվում ախպերես, ես մի հատ պլեյլիստ ունեմ, որի մեջ, հա, պլեյլիստ ունեմ, երգով եմ տրամադրվում, երբ որ գալիս է մեր հետևից արդեն սպորտսմենների հետևից ավտոբուսը գալիս է, բոլորը նստում են, նաուշնիկներ եմ դնում, я ничего не понимаю, вот это говорит։ Նաուշնիկներ եմ դնում ու մոտիվացիան հայրենասերական երգեր եմ լսում, դա ինձ ահավոր լցվում է, էլի մոտիվացիաս։ քո ամենասիրելի ուտեսը որն է մրցույթից հետո, այսինքն որ Ահա, կպնում ես ինչ ես սիրում ուտել, բուրգեր, պիցցա, օպե, ամեն ինչ, ռոլի,
չգիտեմ, պաստա, այն ժիրնի sense մի հատ լավ sense ժիրնի բաներ եմ սիրում, հետո thank you ցավտան սիմնաս։ Եթե Սոնանս սպորտը դասեմերս։ ինչով կզբաղվեիր։ Պալյուբոմու ես ինչ որ մի բան, որ կամերաների հետ ինչ որ բան, պալյուբոմու որտեվ ինչ որ մի բան կանեի, չգիտեմ։ Եթե սպորտը չլներ, բայց ոնց կարա սպորտը չլինի ախպեր։ Եթե սպորտը չլներ, արա ոնց կարա սպորտը Ես չեմ չլինի։ ասում, բայց դու սպորտսմեն Չէ, չլինեիր։ լավ, օքեյ, լավ հասկանում եմ քեզ։ Եթե սպորտը ապե ձև չկա չլինի սպորտը, չէ, ապե սպորտ ընկեր։ Չեմ տեղավորվում այդ հարցի մեջ։ Ով է թմի ամենահումորով մարդը։ Մեր թմի Ա, ապա իմ ջոգելով առած շապազացնելու ես, ընկեր, որտեվ thank you ցած։ Ինձանից ջրիկ չկա ախպեր։ Ինչ խորհուրդ կտաս երիտասարդներին, ովքեր ուզում են զբաղվել սպորտով։ Առանց ինչ որ մեկի կարծիքը հարցնելու, լսել իրանց սիրտը, իրանց հոգին ու քայլել միայն առաջ, ոչ մեկին չլսել։ Ոչ մեկին, որտեվ եթե ես է կողից լսեի, ես вообще ոչի բանով չէի զբաղվի։ Ու այս մակարդակի չէի դուրս գա։ Ինչն է քեզ ամենաշատը մոտիվացնում դժվարության պահին։ Իմ հայրենիքը, իմ հայ ազգը, իմ հայրենասեր ժողովուրդը, որ իրոքից ինձ սոցցանցերից դուխ են տալիս, մոտիվացիա են տալիս, այդ է մոտիվացնում ինձ։ Իմ երագույնը։ Երբ պարտվում ես, առաջինը մտքին հետ որն է լինում։ Ես դրա մամ Ես եմ եկել։ Ինչ որ արժանիքներն ես սովորել սպորտի մեջ։ Այսինքն սպորտը ինչ որ սպորտը պարապել ես, ինչ է սպորտը քեզ սովորացրել է։ կյանք է սովորացրել, ընդհանրապես պահելաձևա քեզ սովորացրել, դիսցիպլինա է քեզ սովորացրել, խարակտերն ազակալա տարե, ընդհանրապես ինչ արել չի արել, իմ հետ սպորտն է արել ախպերս։ Իսկ երբ կասկածել ես դու քեզ վրա սպորտում։ Вообще, любой մենամարտ ես դուսեմ եկե, ես գիտեի, որ ես հաղթելու եմ, պոլնի գազ եմ տվեմ, вообще դուխով։ Օրվա քանի ժամն ես մարզվում։ Հիմա քիչ, հիմա 2 ժամ, բայց հենց որ արդեն վсё մենամարտը նշանակում են 4-5 ժամ օրը։ 2 անգամ ենք պարապում։ Որն է քո ամենադժվար վարժությունը։ Ամենադժվար վարժությունը, Հորա որն է ամենադժվար, Սիմնա, thank you թանկս, ամենադժվար վարժությունը որն է, ախպեր արա։ Իսկ դժվար բանը, ոսկի պարապմունքների ժամանակ դժվար ոսկի մա դժվար վարժությունը լինի, որ ասես դժվար է։ Ապե հեշտ բան ընդհանրապես չկա, գիտես, ամեն ինչի մեջ կարա դժվար բան լինի, խոսքի չգիտեմ, պրախոդի վախտ է կարա դժվար լինի, սովորական որ հոգնած ես, դաժե թեթև ջեբ գցելուց էլ կարա դժվար լինի, պահը գիտես, դժվարը ամենա երբ որ հոգնած ես արդեն վсё ուժերդ սպառված է, բայց հələ պետք է ռաունդը ավարտես, ոսկի 2 րոպե, 3 րոպե, ու դու պետքա քո ուժերը ճիշտ ռասպրեդիլատ անես, էլ հետո ամենադժվարն է։ Տնտեսակարգը որքան խիստ է։ Ահա որ խիստ է, ահա որ եմ, որ մենամարտ ունեմ, ահա որ խիստ է, գրամերով, գրամ սաղ գրած է, սկրոմնես ադուշի թանկես։ Մարզիչից ամենակարևոր խորհուրդը որն է եղել, որ քեզ ասե։ Մարզիչից հենց այդ է, մարզիչս ինձ միշտ ասել է, որ ուշադրություն մի դարձր այն մարդկանց, ով բան են անում, կոպիտ ասած խեյտերներին, որովհետև իրանք ուզում են քեզի հունից գցեն, դու միշտ գնում ես առաջ, միշտ էլ այդպես գնա առաջ, այդքան բան վсё։ Ինչպես է պատրաստվում կարևոր մենամարտների ժամանակ։ Ախպեր, փակվում եմ, ամեն ինչ մոռանում եմ, ընդհանրապես ամեն ինչ։ Ու մտածում եմ միայն այդ մենամարտի մասին ու մտածում եմ մենակ հակառակորդիս մասին։ Անգիր գիտեմ ինքը ինչ է անում, ոնց է անում, կենտրոնանում եմ մենակ, ֆիքսվում եմ, իմ համար գոյություն ունի այդ հատվածը, այդ պերիոդը, որ կլետքի մեջ պետք է լինենք, մնացածը նշանակություն չունի իմ համար ընդհանրապես։ Կուզենաս մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Ապա ոչինչ, որ ես աշխարհի առաջնությանն եմ մասնակցում, ինչի։ Նա ոչ մեկ տենց են գերեգիմ հետևորդները։ Կամ լավ Եվրոպայի չեմպիոն լինես, գոտին բեկալես կամ աշխարհի։
Ախպեր աշխարհի չեմպիոնը գոտին հենա, հետևն վրան գրածա World Champion։ Միջազգային օրգանիզացիա միջազգային օրգանիզացիաների գոտին որ կրում ես, միջազգային օրգանիզացիայի չեմպիոն ես որ դառնում, դա տենց էլ համարվում է, էլի։ Բայց դա խոսքի լյուբիցեսկի կարիերան, խոսքի դա ուրիշ լրիվ սարևնավանյան չեմպիոն, խոսքի Եվրոպայի մերսի ցավը տանում։ Եվրոպա միրը դա լրիվ ուրիշ բան է, դա չեմ մասնակցել, ես ուրիշ տեղ եմ մասնակցել։ Հա։ Բանը քո իդեալական ինչպես է, քո իդեալական կարիերան ինչպեսին է եղել քո ամենաուժեղ տարիները, որ տարիներն ալը։ Ախպեր դա սաղ տարիներն է ուժեղ է եղել, սաղ տարիներն է, այն որ ես ինչ մենամարտ կպել եմ, այն որ բում է եղել, լյուբոյում կպած մենամարտը բան է եղել, էլի, այն որ չգիտեմ։ Որ մրցաշարն է քո համար ամենակարևորը, որ հաղթել ես։ Հայաստանում թուրք մարզիկի հետ, որ մենամարտել եմ, Հայաստանում Էլդար Կախարմանովի հետ Դվինում 22 թվին։ Էջ ուզեցել ես քո անունով մարզադպրոց բացել։ Այո։ Որն է ամենազարգալի մրցման ժամանակ։ Միրգը ամենազվարճալի դեպքը այդ մրցույթի կփոյի ժամանակ։ Խնդալու ախպեր ամենախնդալուն բանը տրեներս է ախպերս, որ կլետքի հետևից խոսքի պայտակ կարա գոռա ասի ապե էսի ես ապե ասում է բանը խոսքի Ռաֆո պահի դրան չելնի էթա մազերը խառնվավ ապե ուսես բաները գոռում տրեները խոսքի այդ է ամենախնդալու կայֆավա տալնում են կլետքի հետևից գիտի որ արդեն սո տպելու եմ դրան պայտակ ջոգում որ պետք է գուլատ լինի ախպեր Ես թվում ամենաուշացողը ով է ապե բանն անգեր բրազիլացի մի հատ ունենք Վալտեր Վոկեր վեշնի ուշանում ախպեր վեշնի որտեվ տենում այնքան է սիրում շփվի ախպեր միջև հասնում է զալ անգեր մի 100 հոգու հետ կայնած շփվում է վեշնի ուշանում է Հիմա օրինակ քո մասին որ ֆիլմ նկարահանեն ով կուզենաս քո կերպարը բանանին դերասանան որ դերասանը կուզենաս քո կերպարը մարմնավորի Ora если мог пересечь. Ду, Джонни Барджони, однозначно. Այջը։ Այո։ Երեք բառով նկարագրի քեզ սպորտում։ Ինչա։ Երեք բառով նկարագրի քեզ սպորտում։ Ora ես իմ բրոդ։ Չեմ կարող։ Իսկ ուժեղ դուխով ոսկի տենց երեք բառով էլի։ Ora դա ինքնագովազդ է, ախր արեսի անցնենք այս հարցը։ Մեկ էլ ամենավերջի հարցը։ Մի հատ զվարճալի դեպք պատմեք ձեր պատմությունից, ձեր կյանքից մի զվարճալի մի հատ դեպք պատմեք սպորտի պարագայում, էլի ինչ սպորտի մեջի եղած մի զվարճալի դեպք որ եղել է։ Սպորտի մեջ այնքան է եղել ախպեր։ Մի հատ պատմի լսենք եթե հնարավոր է։ Ora մի հատ դեպք կա, բայց էսի եթերով չէ, էլի պատմել են, հենց որ պատմում կմեռնես, կփլվես։ Ոսկի սենց էֆիրով ինչ դեպք կարամ պատմեմ։ Դեն չկա որ էֆիրային լինի։ Էդ եմ ուզում հիշեմ, հələ մի րոպե։ Որ դեպք ախպեր էլի։ Մերսի ցավը տանեմ, спасибо։ Արա, այ ինտերվյուի վաղտ որ մհեր եկավ պատճեց, հա։ Էդի ուղիղ եթերում էինք, բանը Match TV-ով, ինձանից ինտերվյու են վեկալում, մեկ է մեր մհերը որ կա, բանը, մեր դերասանը, Comedy Club-ի մհերին ճանաչում ես։ Տեսել ես այդ վիդեոն, որ գալիս ես այդ էֆիրով ինձ sense պատճում է, կամերաներին sense գլխով անում յանը, այդ է շատ խնդալու մոմենտեր էդի։ Կախել է, հա, ժողովուրդ, թե իմ մոտ է կախել։ Չէ, նորմալ է։ Դե, քո մոտ ինձ ցույց է տալիս կախած դրա համար։ Հա, Սպասեք մի բայկան ինտերնետը սա։ Դες բա։
Հա, Ոնց է YouTube-ում Ռաֆայել կար։ ջան հասցրել, ուղացրինք դες։ Բոմբեր, Հա, գոհեմ, ախպեր, շատ լավն էր, բրատ, դզեց, հետաքրքիր հարցեր էր, մալացի, ապրես դու քո հետևորդները։ Իրոքից շատ հետաքրքիր Մենք հարցեր արդեն տվիք, ախպեր։ այդպես մի բան ենք պատրաստել քեզ համար, որ հարցերը մենք մեր հետևորդներով գրել ենք, մեր Ապրեն հետևորդները իրան։ այդ հարցերը կան, մենք էլ տվել ենք։ Ապրեն իրանք, ապրեն հետևորդներ իրանք, հարգանքներս, իրոքից են, որ մալացի, դու էլ ձեր Մեր- հետևորդներն էլ ապրեք։ Այսօրվա հյուրն էր Ռաֆայել Աբրահամյանը, ձեր ծափարություններով։ Ջոնի Վրջոնի, Ես դաշը ջանաստու կես կապ է։ Խաղազգանը ես չգիտեի, մարդմուրդ եմ տենց ծանոթ խարնում, իմա տենց չերեզներով եմ ազգանում։ Լուրջ։ Այն էլ վերջում տենց եկա մարդ խարնի ազգանը դիմացա, մտա վիդեոն տեսա, ազգանը տակը գրած էր։ Ոյ ժամանակ եմ որ կա, որ դու Հայաստանի դերոշանը ընդհանրապես։ Դա տեսա ազգանը գրած էր, դա ոչ շնտի սիտուացիան թողը։ Հա։ Վախ բերժան։ Ապրեք հայրս։ Ապրես սավը տանեմ, իրոքից հաճելի էր, մերսի քեզ, պրիատնա բվեմ։ Հա, էսենց որոշելով դες հերթով ամեկի համար տասյուն հարցեր իմ հետևորդների հետ բարձենք։ Հա, Մեր հետևորդները խոսքի օրինակ ում է խոսքի։ Մեր հայտնիներից իշո մեկը որ լայվ է անում, անուններ չտա։ Ասի խոսքի էս Instagram մարդու համար հարցեր պատրաստենք։ Իմ հետևորդները հարցեր կտան, թե ինքը ինչպես դառավ խոսքի օրինակ հայտնի, ինչպես ճանաչում դարձավ։ Դե դու սպորտմեն ես, իմինի քեզ սպորտի մեջ հարցերը ճարինք տվինք։ Հիմա դու բլոգեր լինեիր, բլոգերության մեջ կտայինք, սպորտի մեջ չէինք տա։ հա, հաստատ։ Մալադես, լավ բան ես մտածել, ախպեր ջան։ Ուզում ես մենք էլ մի հատ մեր հետևորդներով քեզ հարցեր պատրաստենք, մյուս խաղինը մենք քեզի թա, հումորային, բայց կլինի հումորային լինի։ Եթե ընդունվում է հումորը, անենք, եթե չէ, չենք անի։ Ընդունվում է։ Ուրեմն, ռебят, Ինձ կներես, հրապ ջան, ասենք քիչ հարցերը հումորային սարքենք։ կարայր հումորային սարքեր, օքեյ է իմ մոտ, նաբարոտ ավելի հետաքրքիր։ Ասի Ռաֆան սպորտսմենն է, ում այդ փողոցից է, մեր ներքևի փողոցից։ Կարողան հենց անենք խոսքի գա, չէ։ Հումորը ձեռը գապ։ Բայց դու պրոբլեմ չունես։ Բայց մի հատ էլ լայվ պատրաստես մեզ համար։ Պրոբլեմ չկա։ Դուք եք արագ ինձ հումորային հարցեր պատրաստեք։ Ես մենակ ընդունում եմ դա, խնդիր չկա։ Ես համ սամաերոնյասա տեղը էլի, ես ին վրա կարամ խոսքի խնդամ, դա օքեյ է, ես դրա այդպես կոմպլեքսներ չունեմ։ Համ եք արամ հումորներ անեմ հակառակորդիս հետ, դա էլ է օքեյ։ Так что դու է պատրաստի, մենք է պատրաստենք ու կպնենք իրար ախպերս։ Համեց ցավը տանեմ, ես քեզի սրտանց ուզում եմ հրավիրեմ զալ, մեր զալ գաս, իրար հետ հելնենք ռինգ, մի 4 ռաունդ ադուշի իրար հետ կպնենք մեռնեմ կյանքիդ։ Կգամ բայց չեմ կպնի։ Հա, լավ, ուրիշ բան կար։ Օրեսասի դուրդ կգա, բայց էդի։ Հա, կգամ ձեր բանը, պարապունքի տեղը ձեր զալը, բայց չեմ կպնի, էլի։ Հա, всё, ախպերս, ոնց ջոգիր։ Ռաֆ ջան, Գաստուկ շորտիկը, բայց չմոռանա զալ։ Գաստուկ շորտիկը։ ոթասները ունեմ։ Հա, Նման всё։ մոռացա։ Всё, Ջոնի ջան, ապրես, ցավը տանեմ։ Давай, пока-пока։ Շատ շնորհակալ ենք ախպերը։ Пока, ցավը տանեմ։ Пока-пока, ախպեր Ես ջան։ մեր կողմից մաքսիմում նվեր ունես շուտով։ Վայ, փոխադարձ ախպերս շնորհակալ եմ։ Пока-пока, ախպեր ջան։ Давай, ցավը տանեմ։